2016 թվականի ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության վերաբերյալ տեղեկությունները կօգնեն վերականգնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը։ Նրա խոսքով համապատասխան տեղեկատվության գաղտնազերծումից հետո ամերիկացիները կդադարեն Ռուսաստանին որպես թշնամի տեսնել։ Գործակալության զրուցակիցը հույս է հայտնել, որ դա նոր դարաշրջանի սկիզբ կդնի երկու ժողովուրդների և ամբողջ աշխարհի հարաբերությունների համար։ Ըստ իս, դրա կարիքը ժամանակակից աշխարհը խիստ ունի, ընդգծել է Պապադոպուլոսը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը մոտ ժամանակներս լավ լուր է կանխատեսել Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը մշտական հիասթափության աղբյուր էր ամբողջ Սպիտակ տան համար։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը իսկապես կարծում էր, որ այդ ճգնաժամի լուծումը շատ հեշտ կլինի։ Ինչ էլ որ լինի, մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ չենք հասել վերջնագծին։ Հույս կա, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս ուղղությամբ լավ նորություններ կլինեն, հավելել է փոխնախագահը։ Բելգիացի խորհրդարանականները ծափահարություններով են դիմավորել վարչապետ Բարդևևերի ելույթը, որում նա ևս մեկ անգամ հաստատել է, որ հրաժարվում է Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Եվրահանձնաժողովի վերահսկողությանը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Բրյուսելից պետք չէ անհնարինը պահանջել։ Նրա խոսքով բելգիացիները հավատարիմ եվրոպացիներ են և լիովին պատրաստ են աջակցել Ուկրաինային։ Նա հայտարարել է, որ չի գործում Ռուսաստանի շահերից ելնելով և ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա ակտիվների ապաշրջափակումն ու դրանց վերադարձը Մոսկվային։ Դևևերը նշել է, որ Եվրահանձնաժողովի ծրագրի հաստատման համար Եվրամիության բոլոր երկրները պետք է իրավական երաշխիքներ տան, որպեսզի լիովին կիսեն ֆինանսական ռիսկերը, որոնք կարող է կրել Բելգիան։ Իր խոսքում վարչապետը կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները նույն պայմաններով, ինչ Բրյուսելում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է սպառնալ Եվրամիությանը Ռուսաստանի սուվերեն ակտիվները բռնագրավելու մտադրության համար։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Ալեքսանդր Գուսևը։ Թրամփը արտասովոր մարդ է և խոսելով ռուսական ակտիվներից հանդես է եկել բավականին անհասկանալի, նշելով, որ դա եվրոպացիների գործն է։ Ես չեմ բացառում, որ իրադարձությունները կարող են ծավալվել այնպես, որ Թրամփը կարող է ոչ պաշտոնական սպառնալ եվրոպացիներին, ասել է վերլուծաբանը։ Փորձագետն ընդգծել է, որ Եվրամիությունում ռուսական ակտիվների առգրավման հարցում կոնսենսուս չկա։ Մասնավորապես դրան դեմ են Հունգարիան և Սլովակիան։ Բելգիան նույնպես դիմադրում է դրան, ինչով շատ հարցեր է առաջացնում։ Գուսևը սակայն հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը որոշում կկայացնի առանց Եվրամիության բոլոր երկրների միջև պարտադիր փոխզիջման։ Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու կյանքին վտանգ է սպառնում ծայրահեղ աճ ուժերի պատճառով։ Նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Պատրիկ Բաաբը։ Եթե Զելենսկին համաձայնի դադարեցնել հակամարտությունը, ապա նրան կսպանեն իր իսկ ուժայինները, հայտարարել է քաղաքագետը։ Փորձագետի կարծիքով խաղաղ գործընթացի ժամանակ ամենադժվարը կլինի հանգստացնել ուկրաինացի ֆաշիստներին, որոնք զենք ունեն և ցանկանում են շարունակել ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ։